Սա գմբեթի նախնական տեսքն է, ամբողջ ամբողջությամբ խարխլված, այս պահին ունի արդեն գմբեթ այս տեսքը։ Հուշարձանների պահպանության ծառայության ղեկավարը ցույց է տալիս Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նոր արված լուսանկարը։ 7-րդ դարում կառուցված եկեղեցու ամրակայման աշխատանքները, որ սկսվել էին այս տարի, մոտորերս կավարտվեն։ Եկեղեցին վերջին անգամ նորոգվել էր մոտ 50 տարի առաջ։ Բավականին վնասված էր տանիքը, ծածկասալերի մի որոշակի հատված փոխվել է, մյուս հատվածը նույն քարով նորից վերաշար է արվել։ Աշխատանքների համար հատկացրել ենք մոտ 35 միլիոն դրամ։ Ավարտական փուլում է նաև Գիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնումը։ Եկեղեցին կիսափլուզված վիճակում էր, տանիքը պատերի որոշակի հատվածներ քանդված։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ։ Եկեղեցու նորոգման աշխատանքները արդեն 2 տարի է ընթանում են, մինչև ամսվա վերջ կավարտվեն։ Հիմա զանգաշտարակի ավարտական փուլն է կառուցման, զանգ կունենա եկեղեցին եւ տանիքի վերջնական աշխատանքներն են։ 19-րդ դարի հոգևոր կառույցը վերականգնվում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատվերով։ Գիրանցի եկեղեցու նորոգման համար հատկացվել է 53 միլիոն դրամ։ Եկեղեցին կառուցումից հետո չէր նորոգվել։ Վերջին տարիներին պետական քաղաքականությամբ հատուկ ուշադրության ներքո են պատմամշակութային հուշարձանները, ամրոցները, հնագիտական վայրերը։ Դրանց նորոգման վերականգնման համար այս տարվա բյուջեն 1.7 միլիարդ դրամ է, որից մոտ 815 միլիոնն ուղղվել է եկեղեցիների նորոգմանը։ 2024 եւ 25 թվականներին աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ ենք իրականացրել։ Այս պահին մինչև տարեվերջ ավարտվելու է Կապանի Բարաբաթում գյուղի եկեղեցին, մոտորերս ավարտվելու է Սյունիքի զանգերը, այս տարի ավարտել ենք Զվարթնոցի հնձանները, Սիսիան համայնքի Ույց գյուղի եկեղեցին ենք ավարտել եւ այս պահին պետության միջոցներով մի շարք հուշարձանների տարածքներում կառուցվում են մոդուլային տեղեկատվական ինֆոկենտրոններ։ Քննարկվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Չինարի գյուղի 13-րդ դարի խոշոր վանական համալիրի խորանաշատի վերակառուցման հնարավորությունը։ Ֆրանսիական, շվեյցարական այդպիսի ալիֆ ընկերություն կա, որոնք հետաքրքրված են կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային տարածքներում մշակութային ժառանգության պահպանությամբ եւ վերականգնմամբ իրենց հետ են նախնական բանակցություններ վարվել, իրենց մասնագետները այցելել են այստեղ, մենք միասին գնացել ենք խորանաշատ եւ հիմա քննարկումների փաստաթղթերի տրամադրման փուլում ենք։ Չինչին գյուղին մոտ միջնադարյան կապտավանքն ու Այգեհովիտի սրվեղի վանքի աշխատանքները ընթացքում են։ Հարություն Վանյանի աշխատասենյակի մոտ եկեղեցիների նկարները հուշում են։ Աշխատանքներ են տարվում նաև հոգևոր այդ կոթողներում։ Սուրենյանցի նկարի կրկնօրինակի մոտ նախ Սուրբ Հռիփսիմեում հնարավոր ծրագրի մասին։ Խնդիր ունենք այնտեղ աղյուսի, այսինքն հողե աղյուսը հում աղյուսից կառուցված պատերը, որոնք բավականին վատ վիճակում են, հիմա մի քանի ընթացիկ ծրագիր ունենք, որ փորձում ենք այդ տեխնոլոգիան վերականգնել աղյուսի պատերի ամրակայման, հողե ճարտարապետության, որոշակի հաջողություններ ունենալուց հետո մտածում ենք նաև հետագայում անդրադառնալ այդ խնդրին։ Սա արդեն Թերլեմեզյանի Սանահինի գավիթն է։ 2-3 տարի տևեց Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգումը։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում Արգուցյանների եւ Զաքարյանների դամբարանների վերականգնման ուղղությամբ։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։